Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր մեր հյուրն է Բարսելոնայի հայկական մշակութային միության ատենապետ Դաթև Սուլյանը։ Ողջույն Դաթև։ Բարի լույս, բարի օր բոլորիս։ Շնորհակալ ենք մեծ հյուրընկալելու համար Դաթև ջան։ Ես եմ շատ շնորհակալ, ուրախ եմ, որ արդեն այսօր դուք ներկա եք Հայդուն, միտեղ որ 2009 թվականին բուրում է հայկականություն, յուրաքանչյուր շաբաթօր մենք ընդունում ենք եւ աշակերտներ, եւ երեխաներ, եւ ծնողներ, եւ փորձում ենք դալ այն ամեն ինչը, որ մարդիկ փնտրում են որպես հայկականություն Իսպանիա մեջ։ Դաթև որտեղից ես ծնունդով եւ ինչպես է ձևավորվել այսչափ սերտ կապը հայ մշակույթի եւ պատմության հետ։ Ծնվել եմ Սիրիայում, ծնվել եմ Քեսապ նախկին գյուղում, այսօր գյուղաքաղաք։ Քեսապ եղել է պատմական Գիլիգիայի հայկական թագավորության մեջ եւ Քեսապում ապրում են հայեր, չնայած Սիրիայի պատերազմին արդեն նվազել է թիվը, բայց հայկական շունչը դակավին գոյություն ունի։ Սերը հայ մշակույթի եկեղեցու եւ ընդհանրապես հայկականության եկել է փոքր տարիքից, եղել եմ շատ մոտ եկեղեցուն, եղել եմ շատ մոտ հայկական գազམ་ագերբությունների, զուգահեռաբար Սիրիայում մենք շաբաթը 4 ժամ անցնում էինք հայերեն լեզու եւ դա իր հերթին օժանդակել է, որ արաբական գրթական ծրագրին զուգահեռաբար մենք սովորենք արևմտահայերեն եւ գարչած մնանք մեր մշակույթին, պատմության, ինչպես նաեւ հավատքին։ Դաթև, ինչը քեզ մղեց ընտրելու աշխարհաքաղաքագետի մասնագիտությունը։ Որ Սիրիայում էի ծնվել, 92 թվականին տեղափոխվել եմ Բեյրութ եւ երկրորդական ուսումս ստացել եմ Բեյրութի մեջ, որից հետո 3 տարի որպես բակալավր սովորել եմ համասկային հայագիտական բարձրագույն հիմնարկի մեջ, որից հետո առիթ ունեի գնալ Հայաստան եւ սովորել մագիստրատուրա մաստերս։ Հետևաբար պետք է ընտրեի գրականություն կամ պատմություն եւ ընտրեցի պատմություն եւ խորացա պատմության մեջ, բայց հայկականության մասին ուրեմն սկսել եմ հայոց պատմությամբ ավելի լուրջ հետաքրքրվել, գարտալ, դեղեկանալ, իմանալ 2000 թվականից հետո։ Ինչու, որովհետև Լիբանանում ապրելով, Լիբանանում հայկականությունը որպես համայնք ինքը շատ ավելի ձևավորված եւ ավելի շատ կազմակերպված, այդ տարիներին խոսում էին տարբեր թեմաների մասին, Արցախի հակամարտություն, Նախիջևանի հարց, Ջավախքի հարց եւ այլն, որ ինձ համար որպես դեղեցություն, որպես պատմություն հասանելի չէր, չգիտեի։ Եվ այդպիսով սկսա ջանչնալ մենք մեզ ասելով վերջին տարու պատմություն եւ ոչ թե ավելի հին պատմությունը, որ ավելի հասանելի է համեմատած, մանավանդ որ 2000-ական թվականներին ինտերնետն ու սոցիալական ցանցերը այդքան էլ հասանելի չէին որպես դեղեցության աղբյուր։ Հետևաբար 2000 թվականներին սկսա հետաքրքրվել ինչ է Արցախը, ինչ է Արցախի հակամարտությունը եւ այդպիսով ձևավորվեց, որ գամած Հայաստան գնալով խորանամ պատմության մեջ, խորանամ արտի եւ նորագույն պատմության մեջ։ Դաթև, երբ տեղափոխվեցիր Իսպանիա, մասնավորապես Բարսելոնա, ինչ տարբերություն նկատեցիր տեղի հայ համայնքի եւ Սիրիայի հայ համայնքի միջեւ։ Ինչեւ Բարսելոնա տեղափոխվելուց ես ապրել եմ, ինչպես որ նշեցի, եւ Լիբանանում, եւ Հայաստանում, եւ Էմիրություններում։ Սիրիան, Լիբանանն ու Էմիրությունը իրենց հերթին ունեն հայկական կախտոջախներ, որոնք ավելիով գազམ་ագերբված են, եթե համեմատականներ պիտի տնենք, Սիրիայի ու Լիբանանի հայկական կախտոջախներ ավելի շատ գուր գազམ་ագերբվածություն ունեն, գտնվելով տարբեր հայկական գազམ་ագերբություններ եւ ամենօրյա դպրոցներ եւ օրաթերթեր եւ եկեղեցական խորհուրդներ եւ այլն, բոլոր ամբողջությամբ կազմում էին հայկական համայնքը։ Ինչպես նաև հայկական համայնքը իր ներկայացուցիչ ուներ եւ Սիրիայի խորհրդարանում, ինչպես նաև Լիբանանի խորհրդարանում մեգից ավելի հայ ներկայացուցիչներ։ 2012-ին տեղափոխվելով Բարսելոնա ես չգտա այն համայնքային կյանքը, որը այսօր գոյություն ունի Բարսելոնայում։ 13 տարի առաջ իրավիճական փոխչությամբ տարբեր էր, գային հայկական գազམ་ագերբություններ, բայց նոր էր ձևավորվում ամեն ինչ։ Հետևաբար նոր ձևավորված համայնքը համեմատել արդեն գոյություն ունեցող եւ իր փորձը ունեցող համայնքի հետ չկար ոչ մի զուգահեռներ։ Բարձրապես մենք պետք է սկսենք կառուցել այն, ինչ ունենք այսօր։ Երբ է ստեղծվել հայկական մշակութային միությունը Բարսելոնայում եւ իհարկե տեղի հայկական դպրոցը եւ ինչպիսի զարգացում է ունեցել այս տարիների ընթացքում։ Բարսելոնայի հայկական մշակութային միությունը հիմնադրվել է 2006 թվականին մի խումբ երիտասարդներ, որոնք նոր էին հաստատվել Բարսելոնայում, մի մասը սովորում էր, մի մասը աշխատում էր արդեն,
Սկսեցին որոշ միջոցառումներ կազմակերպել համալսարաններում, որի զուգահեռ 2006 թվականին նույնպես միտք ծագեց ստեղծելու Մեգորիա դպրոց։ Եվ այդպես 2006 թվականին հիմք կտրվեց Բարսելոնայի հայկական մշակութային միության, մի կողմից կազմակերպվում էր ճանաչողական միջոցառումներ հայկականության վերաբերյալ, մշակույթի, պատմության, երկրի, ընդհանրապես հայկական ժառանգության, եւ մյուս կողմից նոր սերունդին, բադանի սերունդին փորձում էինք դալ հայերեն լեզու, գրականություն, որպես իրենց արմատները չմոռանան։ Զուգահեռաբար 2009 թվականին հիմնադրվեց Հայդունը այն դարակցն է, որտեղ կազմակերպվում են տարբեր ծերի միջոցառումներ, բարախումբ իր փորձերն է արել որոշ ժամանակ, եւ ինչպես նաեւ գործում է Հայդան մեջ շախմատի խմբակը, Մեգորիա դպրոց։ Եվ 2010 թվականին միությունը ռազմավարական պայմանագիրը ստորագրեց հայ բարեգործական ընդհանուր միության, ինչ է նշանակում ռազմավարական պայմանագիր, հետևյալն է, միությունը Իսպանիա մեջ ներկայացնում է հայ բարեգործական ընդհանուր միությունը, զուգահեռաբար դարին համատեղ ձեռնարկներ են կազմակերպում, միջոցառումներ են կազմակերպվում, եւ մյուս կողմից միության անդամները դարին մի քանի անգամ փորձում են մասնակցել հայ բարեգործական ընդհանուր միության ծրագրերին, լինի երիտասարդական, լինի ընդհանուր ժողովներին, որոնք լինում են Եվրոպայում կամ Հայաստանում։ Որն է միության հիմնական առաքելությունը եւ ինչ գործունեություն է իրականացվում այստեղ։ Միության նպատակն է պահպանել, զարգացնել եւ ամրապնդել հայկական ժառանգությունը տարբեր միջոցառումների շրջանակներում։ Մեգորիա դպրոց, որ ինքը ստեղծվել է 2006 թվականին, սկսել է 12 աշակերտով եւ այժմ 2024-2025 ուսումնական տարի մենք ունեցել ենք 99 աշակերտ, իսկ այսօր ունենք 94 աշակերտներ։ Իմ կարոտած սրտի համար ոչ մի շեքար չկա, նարեկացու քուչակի պես լուսապսակ ճակատ չկա, աշխարանցի հարակի նման ջերմակարած չկա, ինչպես անհաս պարկի ճամփա, ես իմ հասի սարն եմ սիրում։ Միություն իրականացրել է նաև ազգագրական բարերի բարեխումբ, որ 2020-ից հետո չի գործում, որտեղ մենք գտնվում ենք բնակելի շենքի տարածքում եւ չենք կարող աղմուկ անել այդ պատճառով, ինչպես նաև ունենք նկարչական խմբակը, գումարած նաև շախմատի ակումբը։ Շախմատի բարակային 2014-ին սկսել է գործել շախմատի խմբակը, սակայն 2022-2023 ուսումնական տարեշրջանի ընթացքում արդեն վերանվանվել է Բարսելոնայի հայկական մշակութային միության շախմատի ակումբ եւ գրանցվել է շախմատի ֆեդերացիայի մեջ եւ շախմատի ակումբի երեխաները յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր առիթի մասնակցում են Կատալոնիայում կազմակերպվող տարբեր մրցումների։ Այս տարիների ընթացքում մեր երեխաները մասնակցել են Բարսելոնայի առանձնություններին, հիմնական մրցաշարերին, ինչպես նաև երկրորդական մրցաշարի իրենց տարիքային խմբերի մեջ երեխաները եղել են Բարսելոնայի չեմպիոններ, փոխչեմպիոններ, ինչպես նաև թիմային պայքարում երկու անգամ հաղթել են Բարսելոնայի Լա Լիգան, մի անգամ երկրորդ տեղ են գրավել։ Հիմա երեխաները պատրաստվում են Լա Լիգայի եզրափակիչ մրցաշարին հունիսի 1-ին Ամպոստայում։ Անհատական լավ հաջողություններ ունենք, օրինակ կնշեին Նարեկ Դանիելյանին,
սպասում ենք, որ այս տարի երևի կմասնակցի Իսպանիայի առաջնությանը, հաջողության դեպքում հնարավորություն կունենա մասնակցել ավելի բարձր մրցաշարերի։ Ես Նայեք Դանելյանն եմ, մասնակցում եմ շախմատի մրցումների տարբեր։ Այսքանի տարվա մեջ մասնակցում եմ արդեն 2.5 տարի։ Այսքանի տարվա մեջ դարձել եմ Բարսելոնայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ դարձել եմ Բարսելոնայի փոխչեմպիոն ու շահել եմ առաջին սեղանի ամենալավ խաղացող։ Իսա մենք հաղթել ենք մեր թիմային մրցումներում Բարսելոնայի երկրորդ տեղ։ Բարև, ես Արմեն Բաբայանն եմ, ես եմ այս թիմում խաղում, հաղթել ենք այս անգամ թիմային լիգա Բարսելոնայի առաջին տեղում։ Նախ շնորհավորում եմ ձեզ հաջողությունների համար, հետևում ենք, հպարտանում ենք։ Իսկ ինչ ծրագրեր կան, ինչ նոր խմբակներ կան, որ պետք է բացվեն եւ արդյոք դպրոցից դուրս երեխաները կարող են հաճախել խմբակների, այն երեխաները, ովքեր չեն հաճախում դպրոց, հաճախեն ուղակի խմբակների։ Իհարկե, հայդան տերները բաց են, հայդանը հաճախում են եւ դպրոցի աշակերտներ եւ այնպիսի երեխաներ, որոնք դպրոց չեն հաճախում եւ ցանկացած հայորդի կարող է հաճախել ցանկացած խմբակ, լինի դա մեգորիա դպրոց, լինի դա նկարչական խմբակ, ինչպես նաև շախմատի ակումբ։ Բարև ձեզ, ես Թամարա Կարապետյանն եմ, դպրոցի կարելի ասել հիմնադիր ուսուցչուհին։ Դպրոցը հիմնադրել ենք արդեն 17 տարի, արդեն գործում է դպրոցը, դպրոցի հիմքերում միշտ եղել եմ։ Դպրոցում դասավանդում եմ այս պահին, դասավանդում եմ նախակրթարանում, դասավանդում եմ բոլոր առարկաները նախակրթարանի, սկսում ենք երգերաժությունից, բանավոր խոսքի զարգացում, հմտությունների, մանր մոտորիկայի զարգացումներ, նաև խոսքի բառապաշարի հարստացման շատ կարևորություն ենք տալիս, նաև նկարչական խմբակ, որ բավականին հաջողությունների է հասել, մեր աշակերտուհին, օրինակ սփյուռքահայ ուսուցիչների համահայկական միջոցառմանը, որ մեծ ցուցահանդես էր, մեր աշակերտուհին Grand Prix մրցանակը շահեց եւ մյուս աշակերտուհին երկրորդ մրցանակը շահեց, որ կարող եմ ասել 600 աշակերտների մեջ մեր երեխաները լավագույն տեղերը զբաղեցրեցին։ Ամեն ինչը ուղղում ենք, որ երեխաները հայեցի մնան, հայեցի դաստիարակվեն եւ ստանան հայեցի կրթություն։ Բարև ձեզ, իմ անունը Նարինե Գուլիկյան, ես դաշնակահար եմ, մոտ 20 տարի է ապրում եմ արդեն Բարսելոնում եւ երևի մի 15 տարի է, որ ես աշխատում եմ, գործակցում եմ մեր հայտան հետ հայկական դպրոցում։ Երեխան, որ ծնվում է, ծնված օրվանից նա լսում է մոր օրորոցայինը, հայերենը, եւ հետո պետք է դա զարգացնել արդեն, հատկապես այստեղ Իսպանիայում, որովհետեւ շատերը ծնվել են այստեղ եւ շատերի ընտանիքներում ցավոք սրտի իսպաներեն են խոսում։ Մենք պետք է աշխատենք պահպանել հայերենը, հայ լինելը եւ հայի տեսակը։ Դրա համար ինչն է կարևոր։ Դա յուրաքանչյուր արվեստում դա առաջինը կլասիկան է։ Երաժշտության մեջ կլասիկան դա մեր կոմիտասն է։ Ինչպես են ընտրվում ուսումնական ծրագրերը դպրոցում։ Եվ արդյոք համագործակցում եք կրթության գիտության նախարարության հետ, թե անհատական ծրագրիր, անհատական մոտեցում կա իսպանախոս երեխաների համար։ 2006 թվականից սկսյալ ուրեմն դպրոց Մեգորիա դպրոցի գրթական դասակարգերը դրամատրում էր այն ժամանակ կրթության նախարարությունը, Սփյուռքի բաժինը, Հայաստանի Հանրապետության, իսկ 2008-ից մինչև 2018-2019 Սփյուռքի նախարարությունը։ Եվ հիմա նաև
Հայաստանի Հանրապետության գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի նախարարության Սփյուռքի բաժինը նույնպես դրամատրում է քրագանություն։ Մյուս կողմից դրամատրված քրագանության վրա մենք նաեւ ավելացնում ենք այն փորձը եւ գիտելիքը, որ մենք ունենք, որովհետեւ կրկերը, որոնք տպվում են Հայաստանում, բոլոր դպրոցների, մեգորյա դպրոցների համար է, սակայն յուրաքանչյուր քաղաքի մեգորյա դպրոց իր խնդիրները ունի եւ այդ խնդիրները բանջում են լուծում։ Լուծումը որպես ծրագիր մենք մշակում ենք, հիմք ունենալով գիրքերը, հիմք ունենալով մեր փորձն ու գիտելիքը, ինչ կվերապերի ընդհանրապես Հայդան եւ Բարսելոնայի հայկական մշակութային միության ծրագրին, մենք այս 19 տարվա ընթացքում տարբեր ծրագրեր ենք իրականացրել, լինի դա երիտասարդական, ինչպես նաեւ համայնքային, փորձ ենք ձեռք բերել եւ հրավիրել ենք տարբեր արվեստագետներ Բարսելոնայում, իրենց համերգներն են կազմակերպել կամ ներկայացումները, ինչպես նաև առիթ ենք ստեղծել, որ աշակերտները, ինչպես նաև երիտասարդները մասնակցեն Քայլ դեպի դուն կամ Արի դուն ծրագրերին, համահայկական օլիմպիադայի փառատոներին, ինչպես նաև Հայ բարեգործական ընդհանուր միության AGB-ի կազմակերպած երիտասարդական հավաքներին եւ նաեւ առիթ ենք տվել այն երիտասարդները, որոնք ցանկություն ունեն մասնակցել գամավորական աշխատանքների, փնտրել համապատասխան վարչություններ կամ մարմիններ եւ ըստ այնմ առաջարկել, որպեսզի եւ Հայաստանում եւ Եվրոպայում գնան եւ մասնակցեն։ Զինայդա Գալստյան, արդեն 8 տարի դասավանդում եմ Բարսելոնայի մշակութային միության մեկօրյա դպրոցում։ Ունենք հրաշալի սաներ, մեր աշակերտները, որոնք մեծ սիրով եւ ոգևորվածությամբ են հաճախում մեզ մոտ։ Այս տարի դասավանդում եմ երկրորդ մայրենի փոքրիկների հետ։ Մեծերի դասարանը հանձնեցինք Տիկին Անահիտին եւ Տիկին Արևին, շարունակելու դեպի արդեն գրականություն, պատմություն։ Մենք անցնում ենք այս դասագրքերով, բայց ծրագիրը, ամբողջ թեմատիկ աշխատանքները, նյութը ընդհանուր մենք փոխում ենք դասի ընթացքը, որպեսզի եւ երեխաների համար հետաքրքիր լինի այդ ամենը կազմակերպել, սովորել, ավելի մատչելի ու հեշտ դարձնել։ Շատ գոհ եմ մեր հրաշքներից, շատ սիրով են այցելում դպրոց, շատ լավ են սովորում, շատ պատրաստակամ են, չնայած դժվարություններին։ Շնորհակալ ենք մեր համայնքից, մեր տնօրինությունից, որ ստեղծել այն տունը, հայի տունը, որտեղ իրենք կարող են գալ ոչ միայն սովորելու, այլ նաև ունենալու այն ընտանեկան ջեր միջավայրը, այն սերը, որ բոլորս ունենք հայրենիքից հեռու ապրելով, այն կարոտը լրացնում ենք։ Անահիտ Ղազարյանն եմ ես։ Դասավանդում եմ հայոց պատմություն եւ հայրենագիտություն, այսինքն Հայաստանի աշխարհագրություն առարկան։ Խելացի են, իրենցից շատ շնորհակալ եմ, որ հաճախում են դպրոց, սովորում են հայերեն, այսօր էլ իրենց թեման էր, թե որտեղից են եկել իրենց նախապապերը, Արևմտյան Հայաստանի որ տարածքներից են եկել։ Ու կարծում եմ հաջողության հասա, որտեղ համարը բոլորը գիտեն, թե իրենց նախապապերը Արևմտյան Հայաստանի որ տարածքներից են եկել։ Իմ պապիկի հայրը ծնվել է Մեծ Հայքի, Աղձնի գավառի Սասուն բնակավայրի Տարվորի գյուղում, Հոսնուտ։ 1916 թվականին փրկություն են գտել Մուշում եւ Զորավար Անդրանիկի զորաբանակում անցել են Արաքսը։ Երկարաթև դեգերումներից հետո հաստատվել են Թալինի շրջանի Աշնակ գյուղում, սահմանի մոտ, վերադարձի ուրիշը սրտներում։ Անի ջան, քո ծնողները մի նախադասություն ասա, որտեղից են եկել նախապապերը։ Իմ նախապապերը եկել են Շավախի եւ Սարյանի գյուղից։ Իմերը եկել են Կարսից։ Մարի։ Իմը եկել են Իրանից, Բուլվարայից եւ Արաքից քաղաք։ Իմը եկել են Բարսումից։ Իմը եկել են Հունաստանից եւ Աբարանից։ Իմը եկել են Երևանից։ Պապերն էլ եկել են Ալաշկերտի գավառից, բնակվել են Սևանա լճի ափին, Գեղարքունիքի մարզում։ Դա թե որ տարիքային խմբերը կարող են հաճախել դպրոց։ Տարիքային սահմանափակում չունենք։ Ուրեմն մեգորյա դպրոց կարող են հաճախել 4 տարեկան լրացրած ցանկացած երեխա, իր ցանկությամբ ինչեւ որ տարիքը որ ուզում է կամ ցանկություն կա, նաեւ իր կողմից, ինչպես նաեւ ծնողի կողմից, որբեսի կան եւ դպրոց հաճախեն։ Շախմատի բարակային 6 տարեկանից, նկարչության բարակային 6 տարեկանից։ Մեզ համար կարևոր է որ ծնող
հայդուն եւ համապատասխան խմպակ գազմեն մի երանգուն, որի մեջտեղում գետրոնում գտնվի երեխան եւ փորձենք հնարավորություն տալ երեխան որ կա եւ ինքը սիրելով սովորի, ուսանի կամ անի այն աշխատանքը, որ ինքը ցանկանում է անել։ Գլխավորը սկզբունք է, որ ցանկացած երեխա, ցանկացած անհատ, որ այս տնից ներս է մտնում, սիրելով մտնի։ Մնացած բոլոր հարցերը երկրորդական են, մնացած բոլոր հարցերը լուծումներ ունեն։ Մեզ համար կարևորը երեխան է, երեխայի ուրախությունը եւ իր տրագան էներգիան, որ ինքը հավաքում է այստեղ եւ սպասելով հաջորդ շաբաթ օրվան, որբեսի կա եւ իր ընկերների հետ խաղա եւ լավ ժամանակ անցկացնի։ Արմինե Վարդանյան, ունեմ 22 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ, աշխատել եմ դասվար Հայաստանի Հանրապետությունում, երբ եկա Եվրոպա, եկա Իսպանիա, Բարսելոնա, շատ ուրախացա, որ շատ դպրոցներ կան, բայց ինձ բախտ վիճակվեց ընդունվել աշխատանքի Բարսելոնայի հայկական միության մեկօրյա դպրոցում։ Մեր դասարանը կրում է Վանաձոր քաղաքի անունը, բոլոր դասարաններն են, եթե նկատեցիք, կրում մեր քաղաքների անունները։ Մենք արդեն ավարտում ենք այբենարանը եւ պատրաստում ենք այբենարանի հանդեսի։ Ով է ստեղծել երեխաներ հայերենի այբուբենը։ Մաշտոց, այո, ապրե։ Քանի տար է։ 6։ Միջին դարերում ավելացան տարեր, չէ՞, որ տարերն ավելացան։ Եվ Լուսինեն եմ Խաչիկյան եւ 8 տարի է արդեն դասավանդում եմ Բարսելոնայի հայկական մշակութային միության մեկօրյա դպրոցում որպես դասվար։ Իմ աշխատանքը կատարում եմ շատ սիրով, Հայաստանից Բարսելոնա տեղափոխվելուց հետո հայտունը ինձ համար կարծես գտնված երազ լիներ։ Սիրով այդ հայապահպան գործը կատարում եմ։ Մեծ ոգևորությամբ, մեծ սիրով, հիացմունքով եւ ամեն շաբաթօր այսպես ոնց որ ինձ թվա մի լավ գործ կատարեցի։ Ես մեծ հաջողություններ եմ մաղթում մեր հայտանը, շնորհակալություն եմ հայտնում տնօրինությանը, իրենց այդ հայրենանվեր գործի համար, որ իրենք ստանձնել են այս դժվար աշխատանքը եւ մենք էլ հնարավորինս ինչքան կարողանում ենք օգնում ենք, սատար ենք լինում, որպեսզի կարողանանք մեր հայերենը, մեր ոսկեղենիկ հայերենը պահպանել այս օտար երկրում։ Ես Արևատ Հակոբյանն եմ, աշխատում եմ Բարսելոնայի հայկական մշակութային միության մեկօրյա դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության մասնագետ։ Սա ազգանվեր գործ է, որ մենք կատարում ենք օտար երկրում, մեր երկրից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, եւ Հայաստանի ու Բարսելոնայի կամուրջ ամուր ենք կապում, որպեսզի մեր արմատներն ավելի խորն ու կայուն լինեն։ Եվ հուսով եմ, որ մենք կարողանում ենք տալ այն ամենը, ինչ որ պետք է հայեցի լինելու համար, այսքանը։ Դա թե կամա թե ակամա տեխնոլոգիաները մեր կյանքում շատ մեծ տեղ են զբաղեցնում եւ ուզում եմ իմանալ ինչ տեղ ունի տեխնոլոգիան դպրոցի կյանքում եւ արդյոք այն ծնողները, ովքեր ապրում են օրինակ Բարսելոնայից դուրս եւ իրենց երեխաները չեն կարող հաճախել դպրոց, հեռավար ուսուցում հնարավոր է թե ոչ։ Կովիդի սահմանափակումների ժամանակ սկսեցինք այդ տարբերակով աշխատել եւ շարունակություն ունեցավ մինչեւ անցյալ տարի։ Անցյալ տարի ունեինք ծնողներ, որոնց երեխաներ ապրում էին բավական հեռու եւ դժվարություն ունեին յուրաքանչյուր շաբաթօր հայդուն այցելելու։ Կազմակերպեցինք նաեւ on-line դասընթաց։ Սակայն արտար պիտի լինենք, որ on-line դասընթաց կտա մենակ գրքի կամ այդ ռոբեին ուսուցիչի կամ ղեկավարի հետ շփումն է, բայց հայդունը միայն դա չէ որ տալիս է, հայդունը տալիս է նաև այն ընկերական շրջանակը, այն ջերմությունը, որ դա էլ պետք է նաև երեխայի համար։ Այս տարի մենք ունեցանք երկու on-line մասնակցություն, երկու տարբեր մրցումների Հայաստանում եւ դրա զուգահեռ որոշ դասընթացներ մենք դասակարգից դուրս գալով փորձում ենք գինոյի շրջանակներում նայել եւ ըստ այնմ երեխաները ուսումնասիրել։ Դաթև ինչ մարտահրավերների է բախվում հայկական ինքնությունը Սփյուռքում, հատկապես երիտասարդների շրջանում։ Մարտահրավերները
սկիզբից էլ կան մարդահրավերները միշտ լինելու են, նայեք, սփյուռքը գետի հակառակ ուղղությամբ լողալն է խորքի մեջ։ Մենք փորձում ենք մեր ինքնությունը բահել ոչ Հայաստանում, այլ ուրիշ պետության եւ դվյալ պետության հնարավորությունները մենք պիտի ուսումնասիրենք եւ քաչ իմանանք, որ այդ հնարավորությունների մեջ որտեղ կարող ենք դեղավորվել։ Որոշ երկրների մեջ հատկապես միջին արևելքի իրականությունը դարբեր է, այնտեղ հայկական ինքնությունը ավելի ուժեղ հիմքերի վրա տրված է, կամ փորձը ցույց է տալիս, որ այնտեղի համայնքների շարունակականությունը բաբանելով հայկական ինքնությունը ավելի հաջողված է, քան ուրիշ երկիրներ։ Մարդահրավերները շատ են, սակայն մյուս կողմից էլ մենք պիտի հասկանանք երիտասարդության իրավիճակը, երբ որ իրենք ապրում են լինի Իսպանիայում կամ լինի այլ երկրում, իրենք նաև պետք է տեղավորվեն տվյալ երկրի մեջ, եւ տվյալ երկրի մեջ տեղավորվելու ընթացքում հայկականությունը խանգարում է, թե օգնում է, որպեսզի տեղավորվի։ Սա էլ ուրիշ փաստ է, որ պետք է ուսումնասիրել։ Ամեն բարակայի կարևոր է, որ յուրաքանչյուր երկրում որաբրենք, յուրաքանչյուր քաղաքում որաբրենք Հայաստանից դուրս լինենք եւ հայ եւ այն երկրի քաղաքացին, որտեղ որ ապրում ենք։ Շարլ Ազնավուրը լավագույն օրինակն է այս բարակային, որ ինքը եւ հայ էր եւ ֆրանսիացի էր։ Տաթե, որպես պատմաբան, ինչպես է գնահատում Սփյուռքի դերը հայ ժողովրդի պատմության մեջ եւ ինչ դասեր պետք է քաղի նոր սերունդը ելնելով մեր հայոց պատմությունից։ Խորքի մեջ Սփյուռքը զուգահեռաբար գործել է նաեւ Հայաստանի Հանրապետության ժամանակ, ինչպես նաև Սփյուռքը եղել է, երբ որ չկար Հայաստանի Հանրապետություն կամ ընդհանրապես հայկական թագավորություններ։ Չմոռանանք, որ 6 տարի մենք չենք ունեցել հայկական թագավորություն։ 1918 թվականի մայիսի 28-ին գերդված Հայաստանի առաջին հանրապետությունը իր հերթին խթան է հանդիսացել, որ Սփյուռքը նայի Հայաստանին որպես հայկականության կենտրոն։ Զուգահեռաբար գործելով Սփյուռքը իր հերթին բաբանել է հայկական ինքնությունը իր դարբեր գրոնական եւ մշակութային կենտրոններով։ Չենք կարող չնշել Մխիթարյան միապանության հսկայական գործունեությունը, որ իրենք գազམ་ագերբել են եւ Վիեննայում եւ Վենեդիկում, չենք կարող չխոսել Թիֆլիսում ստեղծված հայկական գազམ་ագերբությունները, որոնք երբ Հայաստանի անկախություն, երբ որ Հայաստան չկար քարտեզի վրա, բայց կար հայկականություն, չեն կարող չհիշել Կոստանդնուպոլսո կամ Իստանբուլի հայկական կախտօջախը, որտեղ հայերը կան եւ գային եւ պիտի շարունակեն ապրել, եւ այդ բոլոր ձեռքբերումները, որոնք մենք ունեցել ենք Օսմանյան կայսրության մայրաքաղաքի մեջ, չեն կարող չհիշել Նոր Ճյուղան, չեն կարող չհիշել Հնդկաստանի հայկական կախտօջախը, որ իր հերթին իր ներդրում ունեցել այս բոլորի մեջ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը չկար, հայկական պետականություն չկար, գային գետրոններ, որոնք դանում են այն աշխատանքը, որպեսզի մարդիկ հայերը հայ մնային, գլխավորապես հայկական եկեղեցին, լինի Էջմիածնում կամ լինի Սիսում եւ վերջը Անտիլիասում կամ Կոստանդնուպոլսո Բադրիարքարանը, ինչպես նաեւ Երուսաղեմի Բադրիարքարանը, անշուշտ չմոռանալ ավետարանական եկեղեցու ներդրումը հայկականության մեջ, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցու ներդրումը հայկական ինքնությունը բահելու, բահբանելու եւ զարգացնելու մեջ։ Վերջերս կազմակերպել էիք եվրոհայկական խաղերը Բարսելոնայում, հրաշալի կազմակերպված էր, դա կփաստեն բոլորը։ Կպատմեք ձեր հաջողությունների մասին եւ ձեր մասնակցության մասին եվրոհայկական խաղերում։ Եվրոհայկական խաղերը սկսել են Զվիցերիայում, Շվեյցարիայում 1994 թվականին։ Բարսելոնայում մենք արիթ ունեցանք կազմակերպել 2014 թվականին, ինչպես նաև 2024 թվականին։ 2024 թվականին մենք Եվրոպայից հյուրընկալեցինք 513 հայորդու։ Իսկ Բարսելոնայում եւ Իսպանիայից մասնակցություն ավելի քան 100 էր եւ մենք ունեցանք մոտավորապես 630-35 մասնակից այս միջոցառման շրջանակներում։ Եվրոհայկական խաղերին ավանդույթ է, որ ոչ թե միայն խաղեր են, այլ նաև դոնախմբություն, այլ նաև ընկերային շփումներ, այլ նաև ավանդույթ, որ ձևավորվել է Եվրոպայի մեջ։ Մեր որպես միություն հաջողությունները մեծ են տվյալ կազմակերպության մեջ, ինչպես նաև մեր ներդրումը մեծ է։ 2009 թվականից միության տարբեր անդամներ մասնակցել են տարբեր խաղերի եւ 2025 թվականին, որ դեղ ունեցավ Սոֆիայում, մենք նորից մեր մասնակցությունը բերեցինք։ Եկող տարի լինելու է Զվիցերիայում
եւ Բարսելոնայի հայկական մշակութային միությունը նույնպես պիտի մասնակցի։ Կարևոր միջոցառում է, որ տեղի է ունենում Եվրոպայում, յուրահատուկ է իր ծևի մեջ, իր բովանդակության մեջ եւ մենք հույս ունենք, որ դա անպայման շարունակականություն կունենա եւ հույս ունենք, որ մի օր էլ Բարսելոնայից շատ մարդիկ կգնան կմասնակցեն ու կվայելեն այդ հայկական շունչը, որ գազմագերբվում է սովորաբար Զատկվա շաբաթավերջին։ Դաթև իսկ ինչ նոր ծրագրեր ու նախագծեր կան, որով կցանկանաս կիսվել մեզ հետ։ Հետագայի համար մեծ հավանականությամբ եկող տարի մենք կգազմագերբենք ազգագրական բարերի Եվրոպայի 4-րդ փառատոնը, այս տարվանը տեղի ունեցավ Ժնևի մեջ, մենք հույս ունենք, որ եկող տարի գազմագերբենք Բարսելոնայում եւ շատ հավանական է, որ մասնակցության թիվը կհասնի մոտ 300-ի։ Մյուս կողմից նաև ծրագրեր ենք մտածում երիտասարդության համար, ինչպես նաև այն անհատների, որոնք ցանկություն ունեն Հայաստանում գնալ եւ գամավորական աշխատանքների մասնակցել։ Դաթև դպրոցից եւ համայնքային աշխատանքից դուրս, որտեղ ես քեզ գտնում մտքով եւ գործով։ Այս հանձնարարականությունը, որ իմ ուսերից վրա եմ վերցրել, սա գամավոր աշխատանք է, որ 2015 թվականից մասնակցում եմ մեծ սիրով եւ ներդրումով։ Իմ դասերակցության մեջ հստակորեն նշված է, որ հայկականության ծառայելը դա գամավորական առաքելություն է, որ յուրաքանչյուրը իր ցանկությամբ գիրականացնի կամ ոչ։ Սիրիայում Քեսաբում այդպես էր տրված ավանդույթը, որ հայկականության ծառայելը դա գամավորական բարդականություն է, որպես հայ գիտակցության հետ կապ ունի եւ շարունակելը ծառայությունը կամ չշարունակել դա զուտ անձնական որոշում է։ Մասնագիտական աշխատանքի մեջ տնօրեն եմ արտահանման ոլորտի մեջ, ուրեմն այն ընկերության, որտեղ որ աշխատում եմ Միջին Արևելքի եւ Ասիայի արտահանման տնօրենն եմ, դա ինձ մարտահրավեր է, որ իսպանական արտադրությունը դանեմ եւ համապատասխան շուկաներում ներկայացնեմ, ուսումնասիրեմ եւ բնականաբար այնքան շատ այցելություններ, այնքան շատ ցուցահանդեսների մասնակցություններ դալիս են նոր հնարավորություններ։ Գիտելիքը երբեք ուշ չի սովորել, դարիքը գիտելիքը չի ճանաչում, գիտելիքը միշտ կա, պետք է միշտ սովորել, միշտ փորձառություն ձեռք բերել։ Դա ինձ ուժ է տալիս, դա ինձ շարժարիթ է տալիս, որ միշտ փորձել նորը գտնել եւ շարժվել դեպի վեր։ Դաթև վերջում որևէ ուղերձ, որը կցանկանաս հղել Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Բահել մեր մշակույթը, բաբանել մեր ավանդություններն ու ժառանգությունը եւ նայել Հայաստանին որպես կենտրոն հայկականության։ Այն տեղը, որտեղից մենք պետք է ոգեշնչվենք, պետք է մեզ ուժ տա, որովհետեւ մենք շարունակենք մեր դեսագը բահել Սփյուռքի մեջ։ Շնորհակալություն, վերջում պատրաստել ենք բլից հարցեր, կխնդրեմ հակիրճ պատասխանես բլից հարցերին։ Շատ լավ։ Պատմական ժամանակաշրջան, որ շրջադարձային էր համայն հայության համար։ Իմ կարծիքով 1918 մայիսի 28 Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը դա անգյունատարածային էր հայկական իրականության մեջ։ Ով է քո սիրելի գրողը։ Գրիգոր Զոհրաբ։ Հայ հերոս, որից ոգեշնչվում ես։ Արմեն Կարո։ Իր ապրված օրերի եւ Բանկ Օտոմանի գրավումը 1896 թվականին ինձ ոգեշնչել է։ Մարդ, ով մեծ ազդեցություն է ունեցել քո մտածողության վրա։ Արա Դեմիրճյան։ Դաթև ինչ արժեքներ ես ուզում տեսնել ապագա սերնդի մեջ։ Մարդություն։ Հաջողությունն ըստ քեզ ավելի շատ կապված է ճակատագրի թե աշխատանքի։ Աշխատանքի հետ։ Երբ ասում ես Հայաստան, առաջինը ինչ պատկեր է քեզ մոտ գալիս։ Մինչև 2000 թվական Արարատ լեռներ կարից, որտեղ ես Հայաստան չէի այցելել։ Սփյուռքում մեզ համար Հայաստանը կրկերի մեջ էր։ Իսկ 2002-ին ես որ Հայաստան գնացի եւ առաջի անգամ որ ինձ Հայաստան ասելով ինչ է գալիս իմ տեմ, իմ գալիս է իմ աչքի դիմաց Ձեռնագապերտն ու Եռապլուրը։ Եթե հետ գնայր ժամանակով, ինչ խորհուրդ կտայր Պատանի Դաթևին։ Երևի պատմության փոխարեն սովորեր իր սիրածը միջազգային հարաբերություններ ու 2003-2004 թվականի իր երազը իրականացել, որ դիվանագետ դառնալն էր։ Ըստ քեզ իդեալական հայ համայնքը 3 բառով։ Գիտակից, գազմագերբված,
եւ գազմագերբված։ Շնորհակալ ենք Դաթև ջան, մեզ հյուր ընկալելու համար ու հաճելի հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, առիթից օգտվելով շնորհավորում եմ նախագծին եւ հաջողություններ ու երկար եթերներ եմ բարգեվում, յուրաքանչյուր աշխատանք, որ մենք սիրով ենք անում, մենք հասնում ենք արդյունքի։ Ձեզ ամենայն բարիք։